Բարև ձեզ, Սլայք-ի եթերում է անկեղծության ժամ հաղորդումը։ Այսօր իսկապես ներքին հպարտության զգացումով եմ ուզում ներկայացնել իմ հյուրին։ Կին, ով մշտապես իր կանացիությամբ, հմայքով, նրբագեղությամբ եւ անսահման ինտելեկտով տարբերվում է մեր հայկական ասպարեզում։ Բանասիրական գիտությունների թեկնածու, Երևանի պետական համալսարանի դասախոս եւ Հայկական PR ասոցիացիա գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ Աստղիկ Ավետիսյանը։ Բարև ձեզ։ Բարի երեկո։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալ եմ։ Կարծում եմ ամեն օր պետք է ասենք լավ ենք եւ միշտ լավ տրամադրությամբ, որպեսզի որ այդպես էլ ուղեկցվի։ Երբ ներկայացնում էի ձեզ, իզուր չէր, որ ասում էի ներքին հպարտության զգացումով, այսպիսով փոքրինչ դժվար է երկար տարիներ լսել մի մարդու խոսք, իսկապես ունենալ ներքին բառապաշար նաև այս առումով եւ հետո նրա հետ նստել մի սեղանի շուրջ եւ զրուցել, այս ամենի համար շնորհակալ եմ ձեզ իսկապես նաև հրավերն ընդունելու համար։ Հպարտ եմ, որ նաև ուսանողներ, որոնց հետ տարիների ընթացքում աշխատում ես, հետո հավասարի եւ կարծում եմ սա ամենամեծ շնորհքն է մարդու համար, երբ որ կարողանում է իր կողքին ունենալ հավասար մարդիկ, հավասար միջավայրում։ Շնորհակալ եմ։ Տիկին Ավետիսյան, սովորաբար առաջին հարցը ուղղում եմ այսպես, ինչ է ձեզ համար անկեղծություն ասված, ինչ եք հասկանում անկեղծություն ասելով։ Կարծում եմ փիլիսոփական շատ բան կա այս բառում, որովհետև ինքդ քո հետ անկեղծ լինելու հանգամանքը միշտ այնպես է, որ դիմացինին դա ցույց չես տալիս, բայց ամեն դեպքում կյանքում կարող ես անկեղծ լինել, ազնիվ լինել ուրիշների նկատմամբ եւ դա կարող ես համարել քո անկեղծությունը։ Մեր հայկական ասպարեզում, հայկական միջավայրում առհասարակ դժվար է, երբ կինը լինում է կայացած, խելացի, ինտելեկտուալ առումով միշտ տարբերվող։ Ինչպես է ձեր կարծիքով այս ամենը։ Կարծում եմ հայր իշխանական համակարգում, որը տարիների վեր Հայաստանում եւ այսօր էլ դեռ ուղեկցվում է, դժվար է կնոջ համար կայանալ, բայց կայանում է այն կինը, երբ որ կողքին ունի ուժեղ տղամարդ։ Ես թերևս տարբերվում եմ նրանով, նաև շատ կանանցից, որ իմ կողքին ունեմ խելացի եւ ուժեղ տղամարդ, որի շնորհիվ նաև կարողանում եմ առաջ քայլել, որովհետեւ եթե կյանքում ունենում ես սահմանափակումներ, դժվար է լինում ունենալ այն ինչ որ ունես։ Ընտանեկան հարաբերություններում ըստ ձեզ կնոջ ճիշտ նախադրյալները միշտ ճշմարիտ հարաբերություններ պահպանելու համար որոնք են։ Պետք է ուղղակի ազնիվ լինել։ Մենք խոսեցինք անկեղծության մասին, կնոջ համար ամենակարևոր բանը, երբ որ իր կողակցի ընկերոջ ամուսնու հետ ուղղակի ազնիվ է վարվում եւ նաեւ փոխհմբռնման մթնոլորտը պետք է այստեղ լինի, որ կարողանաս նաեւ ինչ որ առումով նաեւ քայլել համընթաց կյանքին։ Facebook-յան ձեր գրառումներից, բացի այն, որ իսկապես մշտապես բարձրացնում եք հասարակական լայն զանգված ունեցող խնդիրներ, հասարակական հնչեղության անդրադարձող թեմաներ, նաև անդրադառնում ենք ընտանեկան այն ջերմ մթնոլորտային հատկանիշներին, որոնք որ իսկապես կարևոր են հայ կնոջ համար, ընտանեկան ջերմությունը պահպանելու համար։ Անդրադառնում ենք նաև շատ հաճախ ձեր երեխաներին, մի փոքր կներկայացնեք ձեր ընտանեկան միջավայրը։ Ես ունեմ երկու բալիկ, աղջիկ եւ տղա, Արինեն 11 տարեկան է, 6-րդ դասարանում է սովորում, իսկ Արինը 8 տարեկան եւ 3-րդ դասարանում է սովորում, հպարտանում եմ եւ նաեւ կարեւորում։ Չեմ հպարտանում, շատ ծնողներ կան, որոնք ուղղակի ապրում են իրենց երեխաներով, ես մի քիչ ավելի չեզոք վերաբերմունք ունեմ, որովհետեւ չեմ էլ սիրում երես տալ երեխային, որովհետեւ այն սերունդը, որը հիմա է գալիս, նա ամեն ինչ ունի, բոլոր հնարավորությունները։ Մենք ունենք շատ սահմանափակ հնարավորություններ, բայց էնտուզիազմ կար եւ հետաքրքիր նախաձեռնություններով էինք հանդես գալիս։ Հիմա երբ որ նայում եմ իմ երեխաների սերնդին, ես հասկանում եմ, որ տեխնոլոգիական այս հնարավորությունները, որոնք ստեղծված են, մտածելու հնարավորություն մի քիչ չեն տալիս։ Չնայած որ նաեւ կարող ենք հակառակ կարծիքը լսել, որ ստիպում են, որ ավելի ստեղծագործ լինեն, ստիպում են, որ ավելի շատ մտածեն, բայց այն ամենայնիվ ես կարծում եմ այն երեխան, որը ունի շատ բան, ինքը արդեն չի սկսում մտածել։ Ու եթե հանկարծ մի օր հայտնվում է խոչընդոտ է ունենում, ուրեմն ինքը միանգամից կարող է հիստերիայի մեջ ընկնել։ Այս առումով չեմ ուզում, որ իմ երեխաները շատ այդպես ամեն ինչ ունենան, ամեն ինչ պետք է չափի մեջ լինի եւ կարծում եմ ինֆորմացիայի տարաբնույթ լինելը նաեւ կարող են ծնողները սահմանափակել, որպեսզի երեխան ինքը ունենա ներքին պաշար։
Փորձում ես եւ ամուսինս փորձում ենք այնպես անել, որ իրենք ժամանակին եւ տեղին տեղեկատվությունը ստանան, որովհետեւ նաեւ բարդ է, որ նա դրսից ստանա այդ տեղեկատվությունը, հատկապես երբ այսօր կա համացանց եւ ամեն մի փոքրիկ բառից ինքը կարող է հայտնվել մի այլ տեղ եւ այդ պահին ուղղակի կողքին չես եւ ինչպես պետք է սահմանափակես։ Այսինքն շատ կարեւոր է, որ երեխան իր տեղն ու դերը իմանա այս առումով եւ ինձ համար կարեւորում է նրա հայրենասեր լինելը, որովհետեւ մի ընտանիքում, որտեղ իրենց ուժերով քայլող ծնողներ են եւ մենք փորձել ենք ամեն ինչի հասնել մեր ուժերով ու կարծում եմ, որ սա շատ կարևոր բան է ծնողի կայացման համար, մյուս կողմից երեխան պետք է տեսնի ինքնուրույնության հատկանիշը։ Այո, եւ այս առումով կարևորում է բացի այն ամեն ինչ գիտելիքներ ինքը կստանա, ինքը պետք է սիրի նաեւ իր հայրենիքը։ Երեխաների ջերմության կապը մենք իսկապես զգացել ենք նաեւ այնինչ դուք տալիս եք Երևանի Պետական Համալսարանի ժուրնալիստիկայի ֆակուլտետում, միշտ հետաքրքրել է ինձ այս հարցը եւ քանի որ առիթ ընձեռվել է, ինչպես է կարողանում այդ ջերմության մթնոլորտն իսկապես պահպանել լսարանում նաեւ, երբ ուսանողներն իրենց զգան շատ ազատ, միշտ կարողանան իրենց մտքերը արտահայտել եւ անգիր տեսական նյութեր չանել, այլ պարզապես սեփական մտածելակերպն արտահայտել, այն էլ գործնական տարբերակներով։ Շնորհակալ եմ, սա մեծ գնահատակ է, որովհետեւ կարծում եմ, որ ֆորմալ կրթության հնարավորությունները մի քիչ սահմանափակ են եւ դու անդադ հնարավորություն ունես տեսականորեն ներկայացնելու որևէ թեմայի մասին քո կարծիքը եւ մասնագետների կարծիքը, ուսումնասիրությունները, բայց ի վերջո կարծում եմ մենք 21-րդ դարում պետք է օգտագործենք նաեւ ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանություն, որը ինքս փորձում եմ անել եւ կարծում եմ, որ հաջողել է, որովհետեւ մարդը ինքը պետք է մասնակցություն ունենա։ Մարդը ինքը պետք է որոշի, ընտրի եւ ինքը սիրելով պետք է առարկան սովորի, ոչ թե ստիպելով։ Այս առումով փորձում եմ նաեւ ինչու՞ չէ դերային խաղերի միջոցով, աշխատանքային իրավիճակներ։ Ես հիշում եմ խմբերի այդ ակտիվությունը, երբ ունենում էինք նաև լիդերներ, ովքեր որ կներկայացնեին ամբողջ խմբի ընտրությունը։ Շատ կարևոր է, որովհետև գիտեք, մեր օրերում նաև ներկանալու խնդիրը կա, այսինքն ուսանողը արդեն ուսանողական տարիներից պետք է սովորի հրապարակային խոսել, արտահայտվել, վարքագիծը պետք է փոխվի եւ այս առումով ինքը պետք է տարբերվի։ Ես միշտ ասում եմ պետական համալսարանի ուսանողները միշտ իրենց վարքագծով տարբերվում են, որովհետեւ հիմա էլի պետք է կրկնեմ այն միտքը, որը միշտ իմ ուսանողները լսում են, բուհը տալիս է կրթություն, նեղ մասնագիտական կրթություն։ Հիմնական կրթությունը, որը ստանում է մարդը, դա դպրոցն է։ Եթե դպրոցի հիմքը լավ է դրված, ուրեմն բուհում նա փորձում է ընդլայնել։ Բայց միջավայրը, որը տալիս է, շատ ավելի կարևոր է, այսինքն այնինչ դու իբրև մարդ քաղաքացի ձևավորվում ես հենց ուսանողական տարիներին եւ ոչ միայն ունենում տեսական գիտելիքների բազա, այլ իսկապես որպես էթիկական մարդ ձևավորվում արդեն։ Կարևորում եմ նաեւ դասախոսի մարդկային հարաբերությունների ուսանողների հետ։ Ես փորձում եմ նաեւ դասերից դուրս շփվել, կարծում եմ, որ դա էլ հաջող գործընթաց է ուսանող դասախոս հարաբերություններում, որովհետև չպետք է վերևից նայել։ Ես դասախոս եմ եւ երբեք չեմ ամաչում ասել, որ լեսարանում եւս սովորում եմ եւ երբեք չեմ կորցնել իմ սովորելու հատկությունը, որովհետեւ մարդը չի կարող ամեն ինչ իմանալ, ուրեմն ամեն վայրկյան սովորելու գործընթաց է տեղի ունենում։ Դասախոս, ով նաև իր ուսանողների համար ընկեր է, անհրաժեշտության ժամանակ նաև շատ մտերիմ ու հարազատ մարդ։ Եվ այս բազմազբաղվածության աստիճանը ինչքանով եք կարողանում համատեղել նաև ընտանիքում։ Իմ կյանքում շատ են եղել դեպքեր, երբ որ ես ունեցել եմ ընդամենը մեկ աշխատանք եւ շատ հաճախ նաև մի քանի աշխատանք, չհաշված ընտանիք, երեխա, մի կողմից գիրք ես գրում, մի կողմից ուսումնասիրում ես, մի կողմից ինչ-որ ծրագրեր ես անում, ես հասկացել եմ մեկ բան, ինչքան զբաղված եմ լինում, այնքան ամեն ինչ հասցնում եմ, այնքան ամեն ինչ կարգին եւ սարքին արված է։ Ինչքան քիչ է գործերը, դու այնքան կենցաղային խնդիրների մեջ ես մտնում եւ որևէ բան
չես հասցնում։ Իսկ այսպես միշտ պատրաստված ես ու ինձ համար կարևորվում է նաև բացի ինչպես դու կպատրաստվես քո դասերին կամ ընտանիքում երեխաների հետ, նաև արտաքին տեսքին եմ կարևորություն տալիս, որովհետև որևէ մեկը քո ծանր օրի մասին ինֆորմացիա չպետք է ստանա։ Միշտ դրական այդ ասոցիացիան փորձում եմ ունենալ, որը շատ կարևորում է։ 3 տարի աշխատել եք նախագահի աշխատակազմում, մամուլի քարտուղարի օգնական, եթե չեմ սխալվում, եւ մի փոքր կներկայացնեք այս պարագայում ինչպես է մեր Հայաստանում ընթանում PR-ի հետ կապված ասոցիացիաները քաղաքական գործիչների մոտ։ Ես պետք է մի քիչ ավելի վաղ սկսեմ, որովհետև երբ որ սկսեցի կոնկրետ PR-ով զբաղվել, դա 2000 թվականն էր, երբ որ հրավիրվեցի աշխատելու համահայկական երիտասարդական հիմնադրամում որպես լրատվության բաժնի պետ, եւ այս կառույցը բավականին մեծ հնարավորություններ ուներ եւ ամենամեծ ծրագրերը, որոնք փորձեցին իրականացնել ժամանակին, բազեն համահայկական հավաքը, հայկյան մրցանակաբաշխությունը Եվ այս ծրագրերում ունենալով նաև կրթաթոշակային ծրագրեր կային, բուհերի հետ աշխատանք էր, բոլոր ուսանողական ինքնակառավարման մարմինները ձևավորվեցին հենց բյուջե ունեցան առանձին հենց համայնքական երիտասարդական հիմնադրամի շնորհիվ մեխանիզմներ մշակվեցին, այսինքն բուհերը ներկայացնում էին ծրագրեր, դրա համար ֆինանսական աջակցություն էին ստանում, հետո բոլոր բուհերում բացվեցին թերթեր, ստեղծվեցին թերթեր, որ կարողանան նաև իրենց միջոցառումները, իրենց վերաբերող խնդիրները նաև թերթում ունենալ եւ դա տարածել հրապարակային միջավայր ապահովել պետք է ասեմ որ այն ժամանակ լուրջ խնդիր էր մասնագետի համար որը տարաբնույթ ծրագրերի մեջ է եւ խնդիր կար ինչպես ուշադրությունը հրավիրել մարդկանց ինչպես տարածել այդ տեղեկատվությունը եւ ինձ ոչինչ չէր մնում քան այն որ պետք է ինքս փորձեի գրականություն գտնել եւ փորձեի ստանալ այն ինֆորմացիան իմ աշխատանքի վերաբերյալ Շատ բաներ կային, որ ինքս փորձարկում եմ եւ հասկանում, որ սա ճիշտ է, որովհետեւ ամեն միջավայր իրենն է թելադրում եւ հետո արդեն գրականությունը հավաքվեց, ստեղծվեց արդեն 2008 թվականին այս գիրքը, որտեղ ներառված են սկսնակի համար այն բոլոր հնարավոր գիտելիքները, որոնք կարող են փոխանցել եւ սովորական մարդ ով չունի նաեւ PR մասնագետին տրված գիտելիքներ, նա կարող է ուղղակի բացել ու մատչելի ձևով ծանոթանալ այդ ամեն ինչին։ Ես հիմա իսկապես հիշեցի ժամանակակից PR տեխնոլոգիաներ առարկան, երբ մենք ամբողջ կուրսով ուսումնասիրում էինք այս գիրքը եւ փորձում էինք ձեզ մատուցել մեր տեսական գիտելիքները, բայց այսպեսի մի հարց եմ ուզում հնչեցնել, ոչ թե ուղակի որպես սուբյեկտիվ կարծիք, այլ իսկապես օբյեկտիվորեն եմ ուզում անդրադառնալ, որովհետև սա այն գիրքն է, երբ ուսանողը կարող է իսկապես ստանալ ներքին եւ արտաքին մեծ ինֆորմացիա PR-ի հետ կապված եւ այսօր մեր հայկական ասպարեզում կան PR-ի վերաբերյալ նաեւ մի շարք այլ գրքեր եւ չեմ վախենա հնչեցնել այս կարծիքը, որ իսկապես ավելի շատ copy-paste արված տարբերակներ են լինում։ Ինչ կարծիք ունեք դուք այն մասին, որ այսօր շատ կան մասնագետներ, ովքեր իրենց համարում են առավել շատ PR-ի մասնագետ, այսպես ասած։ Գիտեք, խորհրդային տարիներից հետո, երբ որ վակուումային իրավիճակ ստեղծվեց եւ մասնագետները իրենք փորձեցին չունենալով մասնագիտություն փորձ ձեռք բերել եւ ժամանակի ընթացքում հայտնվեցին ոլորտում, սա եւս ընկալելի եւ ընդունելի տարբերակ է, բայց Հայաստանում թույր պատկերացում կա PR հանրային կապերի մասին։ Ինչու, որովհետեւ հանրային կապերը դա առավել շատ գովազդի հետ։ Այո, ասոցիացիան որևէ մեկը, որը նկարում է գովազդ, մյուսին դիմելուց ասում է ես շատ լավ PR եմ անում, կարող եմ ծառայությունները մատուցել։ Ուրեմն այս մարդիկ ուղղակի պետք է հասկանան, որ գովազդը փոքրիկ գործիք է PR-ի համար։ Սոցիոլոգիան գործիք է PR-ի համար, ժուրնալիստիկան գործիք է PR-ի համար, այսինքն շատ մասնագիտություններ կան, մենեջմենտը, մարքեթինգը, այս ամեն ինչը որպես գործիք օգտագործում ենք հասնելու այն վերջնական արդյունքին։ Եվ որևէ մեկը միշտ մասնագետների մեջ էլ բանավեճ է գնում
Եվ ես վստահորեն հիմա ասում եմ ու հակված եմ նաև այն մեծ մասնագետների կարծիքին, ովքեր մեծ բանակ են արդեն կազմում, որ հանրային կապերի համար գրեթե բոլոր մասնագիտությունները հանդիսանում են գործիք։ Ի վերջո հաղորդակցություն ստեղծելու համար, երկրորդ քո շուկան սպառողին ուսումնասիրելու համար, երրորդ ներկայացնելու համար, որն է ամենամեծ գործիքը ԶԼՄ-ները եւ մենք ԶԼՄ-ների միջոցով դա իրականացնում ենք եւ այս առումով իբրև մասնագետ, PR մասնագետ մարդը պետք է ունենա շատ գիտելիքներ։ Ես կարծում եմ, որ կգա մի պահ եւ համոզված եմ, որ տարիներ հետո մենք ունենանք այնպիսի իրավիճակ, ինչպես օրինակ հիմա Սանկտ Պետերբուրգում է։ Ամբողջ Ռուսաստանում, չնայած Մոսկվայում էլ շատ լավ իրականացնում են, բայց Սանկտ Պետերբուրգում մասնագիտացված PR դպրոցներ կան, փորձում են ամեն վարքյան դրանով զբաղվել, այսինքն կրթվել։ Մենք ինքներս էլ պետք է կրթվենք, շատ բան ունենք սովորելու, բայց նաև պետք է ասեմ, որ շատ բան ինքդ պետք է տեղում անես։ Մենտալիտետին համապատասխան պետք է լինի փորձարկումները, որոնք անում ենք եւ ի գիտություն բոլորի ասենք, որ PR-ը երկարաժամկետ գործընթաց է։ PR-ը չես կարող 2 ամսում անել ու դադարեցնել։ Դու կարող ես ակցիա անել դրան միտված, կարող ես որևէ ծրագիր իրականացնել, բայց պետք է ռազմավարություն մշակես, փորձես փուլ առ փուլ հասնել դրված այն նիշին, որին դու ուզում ես հասնել։ Եվ այս առումով նաև սպառողական բնույթը պետք է փոխվի եւ նաեւ ծառայությունների մատուցման բնույթը պետք է փոխվի։ Հայաստանյան պայմաններում PR իրագործելու ժամանակ իսկապես հնարավոր է, որ նախապատրաստական փուլից հետո միանգամից հանդիպենք ճգնաժամային փուլի։ Եվ պատկերացումներն իսկապես թյուր են։ Հնարավոր է, որ ճգնաժամային փուլը առավել շատ լինի եւ հակաճգնաժամային փուլին անդրադառնալու համար ինչպես են կարողանում այս ամենը իրականացնել, կա արդյոք իսկապես ներքին ինֆորմացիայի պաշար։ Ինչպես եք կարծում այս ամենի մասին։ Ես կարծում եմ յուրաքանչյուր ընկերություն անհատ հաստատություն պետք է հստակ իմանա այն սպառնալիքները, որոնք կարող են մի օր վնասել։ Սրա համար շատ լավ վերլուծություններ կան, ամենապարզ միջոցը SWOT անալիզն է, որը կարելի է անել, այսինքն պետք է հասկանաս, որոնք են քո առավելությունները, հնարավորությունները, այո, ուժեղ եւ թույլ կողմերը։ Եվ այս դեպքում այն սպառնալիքների հատվածը, որոնք հստակ վերլուծված կունենան, մենք պետք է սա օգնի, որ կարողանանք ժամանակի ընթացքում արագ կանխել ստեղծված իրավիճակը։ Իսկ եթե հանկարծ հայտնվում ենք ճգնաժամային իրավիճակում, ուրեմն պետք է անկեղծ լինել եւ պետք է հրապարակային արագ բացատրություն տալ դրան, որովհետեւ յուրաքանչյուր մարդու կյանքում ճգնաժամային իրավիճակ է լինում։ Մեր օրերում համացանցում այնքան ինֆորմացիա է պտրտվում յուրաքանչյուրի մասին, որ ձնագնդի նման մեծանում է ու չես հասցնում ասել, որ այս ինչ եք տարածում ժողովուրդ։ Ինֆորմացիան իրականում այդպեսին չի, բայց տարածումը գնում է, այսինքն բաներ կան, որոնց չպետք է արձագանքել, բայց եթե ընկերությունը հայտնվում է իրավիճակում եւ այստեղ մենք սպառողների կարող ենք կորցնել, մենք պետք է անկեղծ խոսենք այդ սպառողի հետ։ Անկեղծ պետք է բացատրենք ինչ է տեղի ունեցել եւ ինչ որ առումով նաեւ հայցել նրանց ներողամտությունը։ Երևույթներ կան, որոնք իսկապես չպետք է բարձրաձայնել եւ ինֆորմացիաներ կան, որոնք որ լրագրողները կարծում են մինչեւ վերջ ճշտելու դեպքում չպետք է հրապարակեն։ Վերջերս Facebook-յան մի գրառումից ինձ հայտնի եղավ, որ ինչպես դուք եք ասում, «Ժողովուրդ» թերթը անդրադարձել էր մի այսպիսի հոդվածի, որ դուք ստիպում եք ուսանողներին գիրքը վաճառել, ինչը իսկապես ես լինելով ուսանողուհի երբեք չեմ հանդիպել նման որևէ խնդրի։ Ինչպես կբացատրեք այդ ամենը։ Ինչպես լուծվեց հարցը։ Գիտեք, որևէ կերպ չլուծվեց եւ ամեն օր կարող են քեզ վիրավորել ուղակի առանց հասկանալու, որ դա իսկապես վիրավորանք է։ Երկրորդ ամենամեծ բացատրությունը դա այն է, որ 14 տարի դաս եմ տալիս եւ 14 տարի ինձ ճանաչում են բազմաթիվ ուսանողներ եւ բոլորը գիտեն, որ ես նույն Facebook-ը օգտագործում եմ, այդ սոցիալական գործիքը օգտագործում եմ նաեւ ուսանողներին տեղեկատվություն փոխանցելու համար եւ բոլորն էլ գիտեն, որ ինձ մոտ կան խմբեր ստեղծված յուրաքանչյուր կուրսի համար, որտեղ դրվում են էլեկտրոնային գրքեր, որտեղ դրվում են ֆիլմեր, որտեղ դրվում է տեղեկատվություն, որտեղ դրվում են մեր հարցաշարերը, այսինքն մենք միմյանց ինֆորմացիա փոխանցելու ձևը ավելի հեշտացրել ենք, երբ որ շաբաթը մեկ պետք է հանդիպենք, մենք ամեն օր գրեթե Facebook-ում հանդիպում ենք։
Սա մեկ։ Երկրորդ գիրքը, որը Անտարես հրատարակչությունն է տպագրել, ինքը տպագրել է, ինքը վաճառում է եւ ես գրքի հետ կապ չունեմ, բայց ես ինչքան գիտեմ, գիրքը 2008 թվականին արդեն սպառվել էր եւ ես իմ միակ օրինակը ձեռք եմ բերել օդանավակայանում այլ երկիր մեկնելուց։ Այսինքն հրատարակչությունը ինքը տարածել էր եւ հիմա կարծեմ այնտեղ էլ չկա։ Եվ սրա մասին գրել մի մեծ նյութ, ընդ որում փաստեր կային նշված, բայց միայն իմ անունն էր նշված։ Հոդվածում կար մեկ այլ անուն, որը ընդհանրապես նման մարդ չկա համալսարանում։ Սա էր ինձ համար абսուրդը, բայց ես մեկ բան էլ հասկացա, որ եթե ես չպատասխանեի եւ չտարածեի, ոչ մեկ այդ նյութը չէր կարդա։ Ոչ մեկի ուշադրությունը դա չէր գրավի։ Բայց քանի որ ես ունեի 4000 ընկեր, մի անգամից արձագանքը գնաց եւ ուսանողներն էլ սկսեցին արձագանքել եւ դες ասեմ շատերը բարկացած վիճակում էին։ Իսկ երբ որ զանգ տվեցի խմբագրություն պարզապես հանգիստ խոսելու, մյուս օրը կարդում եմ, որ գրված է, որ բորբոքված տիկինը զանգահարեց եւ մեզ սովորացնում էր վիրավորեց։ Կարծում եմ շատ լավ PR կատարվեց նրանց համար։ Թերթը ինքը ինձ չվիրավորեց, բայց ես իրենց վիրավորեցի, որ զանգ տվեցի ու ասեցի, որ եթե լրագրողական նորմերին, այսինքն լրագրողի կարգավիճակը չգիտեք, որ կարելի է նաև երկրորդ կողմից ճշտել ինֆորմացիան հետո հրապարակել, սա արդեն վիրավորանք էր։ Ես անկեղծ չեմ ուզում այս թեմային էլ անդրադառնալ, որովհետև չեղած մի բանի մասին շատ խոսելը, ստացվում է, որ արդարանում ես, բայց իրականում որևէ բան չունեմ եւ այն մարդիկ, որոնք ինձ լսել են կամ ում հետ աշխատել եմ, նրանք ճանաչում են ինձ եւ կարծում եմ, որ այս էլ կարող էր ճգնաժամային իրավիճակ առաջացնել, իրականում բան չկա ներսում, բայց նաև պետք է հիշել, որ այս գրքերը գրվում են ուսանողների համար։ Ես իմ ուսանողական տարիներին 5000-ից ավել գիրք եմ գնել։ Եվ այն թվերին, երբ որ ծնողներս գումար չունեին իմ վարձը վճարելու համար, ես փորձում էի դա անել, որովհետև դա ինձ համար անհրաժեշտ էր։ Այսօր խոսել այդ մասին, որ ստիպում են ուսանողները գնեն, ինձ համար մի կողմից էլ ծիծաղելի է, որովհետև եթե գիրքը տպվել է, այդ գիրքը ուսանողի համար է։ Չնայած որ գիրքը նաև բոլոր գրադարաններում կա։ Տիկին Ավետիսյան, այսօր ինչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր ուզում են որևէ PR քայլ անել, նախնական, ինչ որ մի նախադասությունով կարող եք նրանց օգնել։ Եթե մենք մտածում ենք իբրև անհատ, որ ունենք որոշակի գիտելիքներ եւ մասնագիտական որակներ եւ պետք է ուշադրություն հրավիրենք, այս դեպքում պետք է մի քանի բաների մասին մտածենք։ Նախ, ինչպես ենք ներկայանում գործատուին, օրինակ, ինչպես ենք փորձում ներկայացնել մեզ եւ ի վերջո պետք է հաշվի առնել նաեւ արտաքին տվյալները, ինչ ենք հագնում, ինչպես ենք ներկայանում։ Ներկայանալը բոլոր առումներով պետք է հասկանալ, որովհետեւ երիտասարդների մեծ մասը թույլ պատկերացում ունի։ Միջավայրերի տարբերություն կա, որտեղ հայտնվել, ինչպես հայտնվել, ինչ իրավիճակում հայտնվել։ Այս առումով երիտասարդներին ուղղակի խորհուրդ կտամ, որ յուրաքանչյուր քայլից առաջ, երբ որ իրենց կյանքում նոր փուլ է գալիս եւ այս առումով իրենք հաղորդակցության խնդիր ունեն, միշտ հույսը դնեն իրենց վրա եւ փորձեն նաեւ որոշակի առումով մտածել իրենց ներկայացման մասին։ Մարդը կամ ընկերությունը կամ հաստատությունը, որը խնդիր ունի PR-ի, ուրեմն պետք է հրապարակային գործի։ Հրապարակային գործելու համար մենք միշտ մտածում ենք, որ եթե փորձենք կայքում որևէ բան տեղադրել կամ կայք ստեղծել, սրանով կարող ենք ամեն ինչ սահմանափակել եւ այնտեղ դրված ինֆորմացիան արդեն հերիք է։ Բայց տարբեր գործիքներ կան, որոնք մենք կարող ենք օգտագործել։ Օրինակ, այսօր շատ տարածված է թեժգիծը, որը բոլոր գերատեսչությունները ունեն, նամակների տարբերակը, որը միշտ եղել է եւ այսօր արդեն էլեկտրոնային նամակներին ենք անցել եւ էլեկտրոնային կառավարմամբ դու կարողանում ես նաեւ հետեւել քո գրավոր նամակին,
որտեղ եւ ում մոտ գնաց։ Հանրային կապերի տեսանկյունից հաղորդումները, որոնք այսօր տարբեր եթերներում մենք տեսնում ենք գերատեսչական հասարակայնության հետ կապերի, բաժինների կամ վարչությունների ստեղծած հաղորդումները, որոնք մենք եթերում տեսնում ենք, թերթեր են տպագրվում դրա համար, գովազդային վահանակները, որոնք մենք տեսնում ենք ճանապարհին, փողոցներում, այսինքն յուրաքանչյուր վարքյան կարելի է մտածել եւ ինչքան կրեատիվ մտածել, այդքան ավելի շատ արդյունքի կհասնենք, բայց ամենակարևորը մենք պետք է սիրենք այն մարդկանց, ում հետ աշխատում ենք, լինի դա սպառող, լինի դա հասարակ մարդ, քաղաքացի, որ ուղղակի անցավ եւ հետաքրքրվեց, մենք պետք է սովորենք բացատրել ու ժպիտով, բարեհամբույր այս ամեն ինչ անել, որովհետեւ յուրաքանչյուր մարդ եթե հարցադրում է ունենում, ուրեմն ինքը պետք է բավարարված լինի։ Եթե մեր երկրում շատ գերատեսչություններում նաև սովորեն մարդուն հենց առաջին իսկ վարքյանից, եթե մարդը մուտք գործեց, նրա բոլոր հարցերին պատասխան տրվի, ես հավատացնում եմ, որ այն բոլոր նամակները, որոնք ստանում են կառավարությունում եւ նախագահի աշխատակազմում, դրանք չեն լինի։ Որովհետև եթե յուրաքանչյուր իր տեղում գործ անի, որովհետև բոլորը ծառայում են հասարակությանը, այս դեպքում կարծում եմ շատ խնդիրներ լուծված կլինեն։ Տիկին Ավետիսյան, շնորհակալ եմ իսկապես այսքան հաճելի դրական էմոցիաներով հագեցված եւ ինֆորմացված հարցազրույցի համար, ինչն իսկապես քիչ է լինում, որ ստանում եմ իմ հյուրերից ու մաղթում եմ, որ այն կանացի հմայքը, ներքին այդ հանգստությունը, որ դուք ունեք, իսկապես մշտապես միայն հաղթանակներ բերի ձեզ համար։ Շնորհակալ եմ շատ, Նարինջան։ Դե ինչ, այսքանով եզրափակենք այսօրվա անկեղծության ժամ հաղորդումը։ Իմ հյուրներ Երևանի պետական համալսարանի դասախոս, Հայկական PR ասոցիացիա գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ եւ բանասիրական գիտությունների թեկնածու Աստղիկ Ավետիսյանը։ Ես ինչպես միշտ իմ արտաքին տեսքի համար շնորհակալություն եմ հայտնում դիմահարդար Սոնա Առաքելյանին եւ դիզայներ Դիանա Շատվեյանին։ Կհանդիպենք։